Բարև ձեզ հարգելի արմավիրցիներ, արմավիրի մարզի բնակիչներ, ես ինքս այսօր էլ ավելի լավ եմ զգում ինձ, որովհետև գտնվում եմ իմ հարազատ մարզում, ես ինքս էլ երևի թե ձեզնից շատերը գիտեք, Էջմիածնից եմ։ Սենց նայելով ոմանց շատ լավ եմ ճանաչում, արդեն այս տարիների պայքարի ընթացքում հասցրել ենք ընկերանալ, երևի թե լավ կհիշեք 22 թվականին դիմադրության շարժումը սկսելուց մենք Արմավիրի մարզի բնակիչներով Սարդարապատից մեկնարկեցինք մեր բարձրացրեցինք բողոքի ձայնը, մեկնարկեցինք երթը եւ կարելի ասել ամիսներ շարունակ միասին մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք այսօրվա այս ապիկար իշխանությունների դեմ։ Այդ ժամանակ մենք ասում էինք խնդիրներ բարձրաձայնում ենք, որ ասում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, լինելու է սա, լինելու է Արցախի հայաթափում, լինելու է ամբողջական Արցախի կորուստ։ Չկարողացանք հասնել հաջողության, Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության եւ եղավ ճիշտ մեր ասածը։ Հիմա որ թվարկեմ այն խնդիրները, որը մենք բարձրաձայնում ենք, որ Նիկոլի մնալու դեպքում լինելու է, մի փոքր ծավալուն է լինելու։ Բայց այդ օրերին մենք եղել ենք իրար հետ եւ այդ ամենը տեսնել ենք։ Շատ-շատերիդ անձնապես նայում եմ, չեմ ճանաչում եւ սա ուրախալի փաստ է, որովհետև սա փաստում է մի բանի մասին, որ մեր գաղափարակից ընկերները շատացել ենք, մեր թիմը մեծացել է, մենք հիմա ավելի մեծ թիմով ենք պայքարելու այս թրքահաճո իշխանությունների դեմ։ Ոչ մեկս երբևէ չենք կարող պատկերացնել, որ կգան մարդիկ, կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն, որ կուզենա մեզնից մեզ գողանալ։ Այս մարդը հետ է ուզում է մեր ինքնությունը մեզնից գողանա։ Չպետք է թույլ տանք։ Հունիսի 7-ին շատ լավ հնարավորություն է, որպեսզի այս աղետը կարողանանք բոլորս միասին կասեցնել։ Դուք տեսել եք, դուք կպատկերացնեք, որ իդեպ անցել են տարիներ, 8 տարի արդեն անցել է, 8 տարի այս մարդիկ իշխանության են, ամեն ինչ ընդհուպ ասֆալտի քանդվել է, գցում են նախկինների վրա, ասում են նախկիններն է մեղավոր։ Հիմա ձեր համայնքներում ձեր գյուղապետերը, վարչական շրջանի ղեկավարների 90%-ը այն նախկիններն են, որ իրանց պատճառով, իրանցից դժգոհելնելով ժողովուրդը իշխանափոխություն իրականացրեց։ Այդ մարդկանց այսօր հավաքում են, քեֆեր են անում, պատկերացնեք, որ ձեր գյուղապետերը կարան իրար սրտիկ ցույց տան։ Հավաքվեն իրար տղամարդ, 30 տղամարդ, ասենց հավաքվեն իրար սրտիկ ցույց տան, մի քանիստ էլ ձևը չգիտեն, չգիտեմ ինչ էին ցույց տալիս իրար։ Ամեն դեպքում Այն հայ տղամարդու կերպարն են փորձում մեզանից գողանալ, որովհետև այս մարդիկ ունեն մեկ նպատակ՝ անել Հայաստանի Հանրապետության հետ այն, ինչը արել են Արցախի Հանրապետության հետ։ Եվ այս ամենը թույլ չտալու համար հունիսի 7-ին բոլորս թև թիկունք իրար մեր ընտանիքներով, հարազատներով, բարեկամներով գնում ենք ընտրատեղամասեր եւ մեր ձայնը տալիս ենք համար Եվ իհարկե այս ամենը մենք միասին կարող ենք։ Շնորհակալություն։